բաժանություններն էլ բավականին աճել են Հայաստանում, անգամ առաջին դեմքով ունենք այդ խնդիրը եւ մենք ասում ենք, որ մենք գալիս ենք ավելի ամրապնդելու հայկական ընտանիքի ավանդույթները, հայկական ընտանիք ասվածը, այսինքն մենք պետք է չմոռանանք, թե մենք ինչ ազգ ենք, թե մեր մոտ ինչ դեր ունի ընտանիք, թոշակառուները, որոնք որ պատրաստ են աշխատել, իհարկե պետք է ունենան այդ հնարավորությունը, 40,000 դրամով ընդհանրապես հնարավոր չէ ապրել։ Մարդիկ, ովքեր ապրում են միայն կենսաթոշակի հաշվին, նրանք մատնված են աղքատության։ Մենք գնում ենք երկարաժամկետ լուծումների, այլ ոչ մեկանգամյա 10,000 դրամ թոշակ բարձրացնելով։ Ձեր ծրագրում կա թմրամոլության եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի կետ։ Անպայման, մենք դրանով զբաղվելու ենք հենց առաջին օրվանից։ Այս կառավարությունը շատ մեծ վախեր ունի, որ Սամվել Կարապետյանը կարող է խոսել, բայց ասեմ ձեզ, արդեն այս կետը, որը որ նրանց համար անդառնալի է, այդ կետը կարծես թե անցել ենք եւ նրանց հաշվարկը արդեն հետ հաշվարկ է գնում, նրանք արդեն ունեն 90 օր եւ ազատելու են մեր երկիրը իրենց ներկայությունից։ Ողջույն, շատ լավ է, երբ մարդ մտահոգվում է կողքինի բարեկեցությամբ, օրինակ համաձայն թևավոր խոսքի, եթե մարդ քաղցած է, դուր նրան ձուկ, բայց եթե ուզում ես, որ նա միշտ լինի կերակրված, սովորեցրու նրան ձուկ որսալ։ Նույնը կարող ենք ասել նաև աշխատատեղի վերաբերյալ։ Եթե ուզում ես, որպեսզի մարդը ինքնուրույն կարողանա մշտապես լուծի իր խնդիրները, դուր նրան աշխատանք։ Հակառակ դեպքում նա լինելու է միշտ մուրողի դերում, իսկ դու դա չարաշահելով օգտագործելու ես քո շահերի համար։ Միգուցե սա միտումնավոր է արվում։ Այս ամենի եւ ավելիի մասին այսօր խոսելու եմ Աշոտ Մարկոսյանի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշխատատեղերից եկեք խոսենք, համատարած լսում ենք 300,000 աշխատատեղ։ Նախ եւ առաջ այս 300,000 աշխատատեղը ինչպես է հաշվարկել եւ ինչպես է ստացվում, որ ձեր կուսակցության հաշվարկները եւ իշխանության հաշվարկները վերաբերյալ գործազրկությանն ու զբաղվածությանը տարբեր թվեր եք ստացել, նույն բնակչության, նույն պետության վերաբերյալ։ 300,000 աշխատատեղի մասին շատ են ասում հակառակը, որ Հայաստանում այդքան մարդ չկա ու մեկ ապահովելու այդքան աշխատանքով, սակայն այդ ասողները երևի թե չեն եղել իրենց գրասենյակներից դուրս չեն եկել եւ չեն եղել Հայաստանի մարզերում եւ չեն տեսել այն իրավիճակը, որը գոյություն ունի մեր մարզերում եւ մեր գյուղերում, իսկ գյուղերում եւ փոքր քաղաքներում մենք ունենք համատարած գործազրկություն։ Ասեմ ուղղակի թվերով, շատ չեմ ուզի այսօր թվերից խոսենք, բայց ստիպված եմ ասել, Հայաստանում գոյություն ունի աշխատունակ տարիքի 2.3 միլիոն մարդ։ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 800,000 է։ Այն տարբերությունը, որը ունենք, 1.5 միլիոն մոտավորապես տարբերություն, այդտեղից եթե հանենք կենսաթոշակառուներին եւ ուսանողներին, ապա կստանանք տարբեր գնահատականներով, մենք մոտավորապես ստանում ենք, որ Հայաստանում գործազուրկ է եւ թեր զբաղված է մոտավորապես 500-ից 600,000 մարդ։ Քանի որ այդ առումով չունենք հստակ վիճակագրություն, այսինքն վիճակագրությունը ասում է մեզ մոտավորապես 200,000 գործազուրկի մասին, տարբեր գնահատականներով եւ ռեալ կյանքում տեսնելով մենք ստանում ենք մոտավորապես 500-ից 600,000 մարդ, ով պատրաստ է աշխատել, բայց չի կարողանում գտնել իրեն համապատասխան աշխատանք։ Մենք կարող ենք սրան գումարել նաև թոշակի անցած մարդկանց, ովքեր առույգ են, աշխատունակ են եւ ցանկություն ունեն աշխատելու եւ բնականաբար, ինչպես եւ տեսնում ենք մեր իրականությունում, թոշակով ապրել հնարավոր չէ։ Իհարկե, շատ ճիշտ նկատառում արեցիք, թոշակառուները, որոնք որ պատրաստ են աշխատել, իհարկե պետք է ունենան այդ հնարավորությունը, իհարկե նրանց համար պետք է լինի հատուկ կարգի աշխատատեղեր, այսինքն ծանրաբեռնվածության առումով, որպեսզի նրանք շատ ծանրաբեռնված չլինեն, բայց կարող են լինել նաև աշխատատեղեր, որոնք որ մի փոքր ավելի թեթև լինեն եւ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները կարողանան իրացնել իրենց պոտենցիալը, որը որ նրանք չեն ուզում ուղղակի վատնել։
այս առումով նշեմ, որ թոշակներից խոսեցիք, թոշակների մասով ասեմ, որ այս վերջին բարձրացումը, որ արեցին, շատ նման է, անունը դրել են սոցիալական ցանցերում տեսա այդ տերմինը ընտրաթոշակ, շատ նման է ուղղակի ընտրություններից առաջ հապճեպ որոշում կայացնելուն, որը նաև իմիջիայլոց ասեմ առողջության ապահովագրության մասով արեցին, մենք բավականին երկար այս մասով էլ էինք ասում, որ պետք է արվի, նրանք շատ շտապ կերպով դա արեցին, որպեսզի ստացվի, որ արել են, բայց ինչպես բոլոր բարեփոխումները տեսնում ենք, որ շատ դեպքերում այստեղ շատ մեծ թերություններ կան։ Թոշակների բարձրացման առումով իսկապես որոշումը հապճեպ էր, որովհետև 2026 թվականի բյուջեով այն նախատեսված չէր։ Եվ վարչապետը նախքան թոշակների բարձրացմանը իր հայտնի ելույթով ասաց, որ իմաստ չունի բարձրացնելու 10400 դրամ է կազմում բարձրացումը ընդհանուր առմամբ, ուր են ծախսելու։ Չկա անհրաժեշտությունը դրա։ Այո, հենց մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին այդ կերպ ոնց որ ամեն անգամ փորձեն վիրավորել, ասում են բարձրացնենք ինչ անեն, բայց ինչպես կարելի է օրինակ մարդը, որը որ ստանում է 40000 թոշակ, ոնց կարելի է ասել 10000 դրամով բարձրացնեմ թոշակդ, ինչ ես անելու։ Այսինքն այդ 40000 դրամը այնքան շատ է, որ 10000 դրամը չեն իմանալու ինչ անեն։ Լավ, եթե չիմանան, անգամ կարող են խնայողություն անել, բայց հարցը դրանում չի 40000 դրամով ընդհանրապես հնարավոր չէ ապրել։ Մարդիկ, ովքեր ապրում են միայն կենսաթոշակի հաշվին, նրանք մատնված են աղքատության եւ սա շատ լուրջ խնդիր է։ Եվ երբ որ մենք ասում ենք, մեզ շատ են ասում, որ դուք չեք խոսում թոշակներից։ Ես ձեզ ասեմ, շատ ուղիղ եւ խոսում ենք այդ մասին։ 300,000 աշխատատեղը, բիզնեսի աճը, տնտեսության աճը հենց այդ մասին է։ Այսինքն մենք չենք առաջարկում մեկ անգամյա լուծում ընտրություններից առաջ։ Մենք ասում ենք, մենք ստեղծելու ենք հզոր տնտեսություն, ուժեղ տնտեսություն, որը որ կունենա 300,000 աշխատատեղ, կունենա 0% հարկ բիզնեսի համար եւ կունենա գյուղատնտեսություն, որը կապահովի մարդկանց աշխատանքով եւ այդ միջոցներով մենք կլուծենք երկարաժամկետ մեր թոշակառուների, մեր տարեց սերնդի բարեկեցիկ կյանքի հարցը։ Սա շատ կարևոր է, որպեսզի հասկանալի լինի, որ մենք գնում ենք երկարաժամկետ լուծումների, այլ ոչ մեկ անգամյա 10000 դրամ թոշակ բարձրացնելով, որը իմիջիայլոց ասեմ, միայն փոխհատուցում է այն գների բարձրացում, այն խայտառակ գնաճը, որը եղել է այս տարիների ընթացքում։ Նաև ինֆլյացիան է սրան գումարվել, ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, պարոն Մարկոսյան, աշխատատեղերը, այդ 300,000 աշխատատեղերը, որոնց շուրջը զրույցներ են պատտվում, ինչպես դուք նշեցիք, այդքան մարդ չկա, ով պիտի աշխատի։ Խոսեցինք այն մասին, որ թոշակի անցած հազարավոր մարդիկ կան, ովքեր ցանկություն եւ կարողություն էլ ունեն աշխատելու, իրենց եք ներգրավելու այդ աշխատանքին։ Միևնույն ժամանակ մենք ունենք երիտասարդների որոշակի ծավալ, երիտասարդ աշխատուժի, որոնք չեն կարողանում աշխատել փորձի պակասի առումով։ Սրան գումարում են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր կարող են որոշակի աշխատանքներ կատարել եւ ունեն այդ եկամուտի կարիքը, բայց նորից համապատասխան աշխատատեղ չկա։ Արդյոք դուք նաև սա եք հաշվի առել, այսինքն թոշակառուի համար աշխատանք երիտասարդի համար եւ աշխատանք հաշմանդամի համար։ Այո, շատ հետաքրքիր հարց տվեցիք, հենց մեր ասածը դա է, որ մեր բոլոր աշխատունակ տարիքի մարդիկ, ովքեր ունակ են աշխատելու, թեկուզ եւ ֆիզիկական խնդիրների պատճառով չեն կարողանում աշխատել, նրանք նույնպես պետք է զրկված չլինեն, այսինքն դրա համար կա ինկլյուզիվություն պետք է ապահովել, որ մարդիկ չապստրահվեն այս սոցիումից եւ կարողանան նրանք աշխատել այն սոցիումում, որտեղ ապրում են։ Այսինքն մարդը, երբ որ, չգիտեմ, ունի հենաշարժական խնդիրներ կամ այլ խնդիրներ, նա իրավունք ունենա եւ հնարավորություն ունենա աշխատելու։ Իսկ այս պահին շատ գործատուներ այդպիսի հնարավորություն նրանց չեն տալիս։ Եվ նույնը վերաբերում է եւ թոշակառուներին եւ երիտասարդներին, բայց ասեմ, հիմնական խնդիրը նաեւ հենց առանց խնդիր մարդկանց մոտ է, եթե դուք գնաք գյուղեր, քաղաքներ, մարզեր Հայաստանի, դուք շատ
ակնհայտ կտեսնեք, որ աշխատունակ տարիքի ամբողջովին առողջ տղամարդիկ աշխատանք չունեն կամ սպասում են ինչ-որ արտագնա աշխատանքի մեկնելու, ընտանիքներն են տրոհվում, բաժանվում, կանայք մնում են առանց ամուսինների երկար ժամանակ, երեխաները մնում են առանց հայրերի երկար ժամանակ, սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է նաև Հայաստանում։ Իսկապես այդպես է եւ հիմնականում սա է պատճառը, որ դուք շեշտադրում անում եք գյուղատնտեսության զարգացման համար, որովհետեւ հատկապես գյուղերում է որ աշխատատեղի խնդիր կա։ Մի կողմից թվում է թե ինքնազբաղվածության հնարավորություն ունեն մարդիկ, որովհետեւ հող ունեն, որի միջոցով կարող են ապրուս վաստակել, բայց արի ու տես, որ շատերը դա թողնելով գնում են արտագնա աշխատանքների, որոնք են հիմնական խնդիրները, որ մարդը չի կարողանում իր հողով, իր հողը մշակելով պահել իր ընտանիքը եւ գնում է ընդհանուր Ռուսաստան շինարարության մեջ ներգրավվելու։ Խնդիրը շատ պարզ է, մարդիկ օրնի բուն աշխատում են, առավոտից երեկո տքնաջան աշխատում են սեզոնի ժամանակ, օրինակ հիմա մարտից սկսվելու է այդ սեզոնը, մարտից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր մարդիկ տքնաջան աշխատում են առավոտից երեկո եւ երբ որ գալիս է արդեն այդ աշխատանքի պտուղները քաղելու ժամանակը, եկամուտ ստանալու ժամանակը, որով նրանք կարող են պահել իրենց ընտանիքները, նրանք բախվում են մի խնդրի։ Օրինակ, երբ որ բերքը շատ է լինում, աբսուրդ բան կասեմ, բայց Հայաստանում աբսուրդի ժանրից է, երբ որ բերքը շատ է լինում, մարդիկ տխրում են, որ բերքը շատ է, քանի որ նրանք ուղղակի հնարավորություն չունեն լավ գնով եւ իրենց համար ձեռնտու գնով այդ բերքը իրացնելու։ Այնքան են գները իջնում, որ մարդիկ ուղղակի ասում են ավելի լավ է տանեմ թափեմ այս բերքը, քան թե ես սա վաճառեմ օրինակ, չգիտեմ, 20 դրամով, 50 դրամով, այնքան ցածր, որ անգամ չի փակում իրենց ծախսերը։ Դրա համար մենք առաջարկում ենք կայունության գործիք։ Դա է գյուղատնտեսական մթերքների մթերման կայաններ բոլոր մարզերում, հիմնական մեծ գյուղերում, որոնք որ զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ, այդ գյուղերում ունենալ մթերման կայաններ, որոնք որ սեզոնի սկզբում արդեն մարդկանց հետ կկնքեն պայմանագրեր, նրանց կօգնեն դիզվառելիքով, նրանց կօգնեն պարարտանյութով եւ կտան նրանց կանխատեսելիություն, այսինքն եթե բերքը օրինակ շատ լինի, մարդը չմտածի, որ եթե շատ եղավ, այն մնացած մասը պետք է տանի թափի։ Այսինքն սա կայունության գործիք է, մարդկանց տալիս է կանխատեսելիություն, այլ ոչ հիմա մարդիկ վարկերը վերցնում են, հետո չգիտեն այդ վարկերը ոնց փակեն, իրանց տներն են վաճառում կամ գրավի տակ մնում կորցնում են եւ այսպիսի հարցեր է առաջանում։ Տվյալ իրավիճակի լուծումը տեսնում եք սառնարանային տնտեսություն զարգացնելու մեջ։ Այո, մթերման կայաններ, որոնք որ կապահովեն Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանում մեր հարևան երկրներ։ Օրինակ, ծոցի երկրներ, արաբական երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպական միություն, Հայաստանի գյուղմթերքը շատ որակյալ համով հոտով գյուղմթերք է, բայց մենք չենք կարողանում դա վաճառել։ Մարդիկ տանում թափում են, ասում են ավելի լավ է ես տանեմ այս ծիրանը թափեմ, քան տանեմ, չգիտեմ, 50 դրամով ծիրան հանձնեմ։ Ֆորս մաժորային իրավիճակներ հաշվի առել եք, թե ոչ արտահանման առումով։ Օրինակ հիմա Իրանում պատերազմ է, որքան կձգվի, ոչ ոք չգիտի եւ ինչ հագուցալուծում տարածաշրջանում դա կստանա նաեւ Հայաստանի վրա, ինչ կերպ դա կարտահայտվի, ոչ մեկ չգիտի։ Արդյոք նման իրավիճակներ հաշվի առնված է ձեր ծրագրում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, Հայաստանը Իրան գրեթե գյուղմթերք չի արտահանում, Իրանից ներկրում է։ Իրանը ինքնաբավ տնտեսություն է, որը որ տալիս է բավական մեծ սուբսիդիաներ իր գյուղատնտեսությանը։ Հայաստանի գյուղմթերքի արտադրությունը, մասնավորապես օրինակ կաթնամթերքի արտադրությունը մեծապես կախված է Իրանից հումքի ներմուծմամբ։ Նույնը կարող եմ ասել օրինակ տոմատի մասով, կարող եմ ասել մենք ունենք բավականին մեծ ներմուծումներ Իրանից եւ այս պահին այդ ներմուծումները հայտնի պատճառներով դադարեցվելու են եւ մենք կանգնելու ենք պարենային անվտանգության խնդրի առաջ։ Հենց մեր ասածը նա է, որ Հայաստանը ունենալով այդքան մեծ գյուղատնտեսական պոտենցիալ չպետք է կախված լինի արտաքին խաղացողներից, իր գոնե սննդամթերքը Հայաստանում պետք է ապահովի Հայաստանի տնտեսությունը։ Հիմա եթե դուք մտնեք
ցանկացած սուպերմարկետ, ցանկացած խանութ, օրինակ գնացեք, չգիտեմ, վաֆլիները նայեք։ Հայաստանի արտադրության քանի հատ վաֆլի կգտնեք այդ պահարանի վրա։ Շատ փոքր տոկոս։ Մի քանի արտադրող կա ընդամենը, իհարկե շատ լավն են, բայց չեն կարողանում մրցել դրսից բերված ընկերությունների այդ էժան եւ ոչ որակյալ ապրանքների հետ։ Ինչպես է դա ստացվում, որ ներկրված նույն ձեր օրինակ վերած վաֆլին ավելի էժան է հայտնվում խանութում, քան թե տեղի արտադրանքը, մինչդեռ նա դեռ ճանապարհ է անցել, այսինքն հավելյալ ծախս է, մինչև մեզ որպես սպառող հասել է։ Ինչպես է լինում, որ տեղական արտադրանքը ավելի թանկ է սպառողին առաջարկվում, քան թե ներմուծվողը։ Այստեղ գոյություն ունի մասշտաբի էֆեկտ ասվածը, երբ որ մենք ունենանք մասշտաբներ, երբ որ մեր տնտեսությունը կարողանա ապահովել այդպիսի մասշտաբներ, ինքնըստինքյան գինը կիջնի։ Նույնը կարող եմ ասել նաև արտասահմանյան արտադրողների մասով, Հայաստանի արտադրողները փորձում են պահել բարձր որակ, ինչի արդյունքում նրանք ստանում են այդ գները։ Բայց օրինակ դրսից բերվածների մասով ես շատ մեծ մտավախություններ ունեմ, թե ինչ ապրանքներ են, ինչ ինգրեդիենտներ են օգտագործվում այդ սննդամթերքի մեջ եւ ինչու՞ չէ, հենց դրա պատճառով է այսքան շատ հիվանդություններ Հայաստանում եւ քաղցկեղի մասով, եւ թղաբերության մասով մարդիկ խնդիրներ ունեն եւ ասում են, բժիշկները հենց ասում են, որ մեծամասն դա սննդից է գալիս, սննդի որակից։ Դուք այստեղ միտում եք տեսնում, այսինքն ինքը ներկրվող ապրանքն է ցածրորակ, թե միտում կա այստեղ։ Ես չեմ կարող ասել դավադրության տեսությունների հետևից չեմ կարող ընկնել, բայց փաստացի մենք ունենք այն ինչ ունենք, որ ցանկացած մեր խանութների վերցնենք պահարանների վրայից օրինակ վաֆլիներ եւ այլն, կտեսնենք այնտեղ ինգրեդիենտներ, որոնք որ չեն համապատասխանում առողջ սնունդ ասվածի չափանիշներին։ Իդեպ տեղական արտադրանքի պարագայում սննդի որակի վերահսկողությունը շատ ավելի դյուրին կլինի իրականացնել։ Այո, եւ տեղական արտադրողները, քանի որ իրենք էլ են այս հասարակության անդամներ, իրենք էլ են օգտվում դրանից, իրենց երեխաներն էլ են օգտվում դրանից, իրենք հաստատ չեն գնա այն քայլերին, որ թունավորեն մեր հասարակությանը։ Պարոն Մարկոսյան, մեր հասարակության ողբերգությունից մեկը դարձել է այն, որ թմրանյութերը խիստ տարածված են։ Տարածվում են տվյալ նյութերը երիտասարդ հիմնականում տղաների միջոցով։ Տղաներ, ովքեր արագ գումար են փորձում վաստակել, որովհետև չունեն այլընտրանքային աշխատանք իրենց ապրուստը վաստակելու համար կամ եւ այլն եւ այլն։ Աշխատատեղը եւ թմրանյութի տարածվածությունը սրանք նույն շղթայի բաղկացուցիչներ են, թե ոչ։ Իհարկե ձեր ասածը իրավունք ունի, այսպես ասած, կյանք ունենալու եւ ձեր ասածը շատ տեղին է, մարդիկ ուղակի պարապությունից չգիտեն ինչ անեն, ստիպված մտնում են այդ ոչ պատվաբեր աշխատանքի ոլորտ, այսպես ասած, եւ դրանով խեղում են մեր երիտասարդ սերնդի ճակատագիրը։ Դա շատ ինչ ասեմ, շատ ոչ պատվաբեր է, մեր հասարակությունում թմրանյութերի շրջանառությունը անգամներով մեծացել է եւ երիտասարդացել է, այսինքն հիմա արդեն մենք դպրոցում ունենք այդ խնդիրը, ինչը տարիներ առաջ մենք ուղղակի աբսուրդի ժանրից կարող էինք համարել, լսում էինք տարբեր երկրներից ինչ որ այդպիսի բաներ, զարմանում էինք, ասում էինք ինչ լավ է, որ Հայաստանում այդպիսի բաներ չկան, բայց արի ու տես, որ մենք բախվեցինք այդ խնդրին շատ արագ տեմպերով մեր երիտասարդները, մեր երեխաները բախվեցին այդ խնդրին եւ սա պետք է շատ արագ լուծել այս հարցը, որովհետեւ սա սերունդների առողջության մասին է, սա մեր ապագայի մասին է, սա մեր երկրի ապագայի եւ բարեկեցիկ ապագայի մասին է։ Սա պետք է մենք շատ շուտ այս հարցը լուծենք, որովհետեւ եթե մեր երեխաները, երիտասարդները այսպիսի խնդիրների մեջ լինեն, մենք ուղղակի կորցնում ենք մեր ապագան։ Ձեր ծրագրում կա թմրամոլության եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի կետ։ Անպայման, մենք դրանով զբաղվելու ենք հենց առաջին օրվանից։ Պարոն Մարկոսյան, երբ մարդ չունի աշխատանք, հատկապես ընտանիքում տղամարդը չունի աշխատանք, ընկճվում է։ Ընկճվում է ոչ թե որպես որ այդպիսին դրամ չունենալուց, այ որովհետև իր ընտանիքի տարական հոգսերը ի վիճակի չի լինում լուծելու։
Եվ որպես հետևանք տան մթնոլորտը լարվում է, որը տանում է ընտանիքների, ամուսինների բաժանությանը։ Մենք գիտենք, որ ըստ վիճակագրության Հայաստանում բաժանությունների թիվը բավականին աճել է։ Արդյոք սա նույնպես հետևանք է գործազրկությանը կամ ցածր աշխատավարձների։ Այո, գործազրկությունը շատ մեծ դեր է կատարում այդ հոգեբանական եւ ներանձնային խնդիրների առաջացման համար։ Կհիշեք երևի թե մի օրինակ բերեմ, օրինակ COVID-ի ժամանակ Չինաստանում մարդիկ երբ որ տանից դուրս չէին գալիս, ինչքան շատացավ բաժանությունների թիվը, անգամներով շատացավ, սկսեցին իրար հետ կռվել եւ դա գալիս է ամեն ինչ պարապությունից։ Այսինքն երբ որ մարդ չունի աշխատանք, չունի հնարավորություն ինքնարեալիզացվելու, չունի հնարավորություն իր ընտանիքը պահելու, ինքնըստինքյան դա բերում է հոգեբանական խնդիրների, դա բերում է բաժանությունների։ Իմիջիալոց բաժանություններն էլ բավականին աճել են Հայաստանում, անգամ առաջին դեմքով ունենք այդ խնդիրը, եւ մենք ասում ենք, որ մենք գալիս ենք ավելի ամրապնդելու հայկական ընտանիքի ավանդույթները, հայկական ընտանիք ասվածը, այսինքն մենք պետք է չմոռանանք, թե մենք ինչ ազգ ենք, թե մեր մոտ ինչ դեր ունի ընտանիքը եւ մեր մոտ ինչ դեր ունի ընդհանուր մեր երեխաները, մեր ընտանիքը, այսինքն պետք է ամրապնդենք ընտանեկան արժեքները Հայաստանում, այլ ոչ գնանք այդ բաժանությունների սխեմայով։ Միևնույն ժամանակ կան ամուսիններ, ընտանիքներ, որոնք լավ է, որ բաժանվում են, որովհետև նրանց համատեղ կյանքը ամենևին էլ ոչ մեկին օգուտ չի տալիս։ Կան որոշակի դեպքեր, որ բաժանությունը խրախուսվում է, եւ ձեր նշած դեպքը հավանաբար դրանցից մեկն է։ Երևի թե չեմ կարող ասել, բայց իրենք ավելի լավ կիմանան իրենց ընտանեկան խնդիրները, բայց այո, կան նաև այդպիսի դեպքեր, բայց այդպիսի դեպքերը ավելի քիչ են, այսինքն այն բաժանությունները, որոնք տեղի են ունենում մեծամասամբ կարելի է նաև դրանից խուսափել։ Պարոն Մարկոսյան, պարբերաբար հրապարակվում են վիճակագրություններ, հարցումներ, թե հանրությունը, հասարակությունը ում է վստահում։ Ճիշտն ասած, վիճակագրությունները ոչ այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք, արտացոլվում է դա նույն շփումներում անմիջական, նույն սոցցանցերում, ինչպես եք վերաբերվում եւ ինչ եք կարծում այս վիճակագրությունների հրապարակումները ինչ միտում ունեն եւ ինչ կա սրա տակ, իսկապես դրանք օբյեկտիվ են եւ արժե վստահել։ Մի օրինակ ուղղակի բերեմ, դուք դրանից կհասկանաք, այդ վիճակագրությունները, որոնք հրապարակվում են, դրանք տարբեր մեթոդաբանություններ ընտրելու դեպքում կարելի է տարբեր բաներ ստանալ։ Օրինակ, եթե վերցնենք շատ իշխանամետ մարդկանց շրջանում անենք հարցումները, իհարկե կստանանք այն արդյունքները, որոնք որ ստացվել են, ուրբաթ օրը կարծեմ հրապարակվեց այդ վիճակագրությունը, բայց մենք ունենք մեր սեփական կատարված վիճակագրություն հարցումները, որոնք որ անում են անկախ ընկերություններ առանց որևէ միջամտության, առանց որևէ ներգործության, եւ մենք ունենք շատ տարբեր վիճակագրություն, որոնք որ խոսում են լրիվ այլ բանի մասին, եւ այս իշխանությունների կատարած գործողությունները ցույց են տալիս, որ նրանք նույնպես տեղյակ են այն թվերից, որոնք որ մենք ենք ստանում, այսինքն նրանք եւս անում են անկախ վերլուծություններ եւ գիտեն, թե իրական վիճակը ինչպիսին է։ Դրա վառ օրինակն է Սամվել Կարապետյանի ազատազրկումը, նրա տնային կալանքից չազատելը եւ չթողնելը նրան շփվել հասարակության հետ։ Դա վառ օրինակ է, որ այս կառավարությունը շատ մեծ վախեր ունի, որ Սամվել Կարապետյանը կարող է խոսել, բայց ասեմ ձեզ, արդեն այս կետը, որը որ նրանց համար անդառնալի է, այդ կետը կարծես թե անցել ենք եւ նրանց հաշվարկը արդեն հետ հաշվարկ է գնում, նրանք արդեն ունեն 90 օր եւ ազատելու են մեր երկիրը իրենց ներկայությունից։ Խոճապ տեսնում եք իրենց շարքերում, իշխանության շարքերում։ Այո, նրանց կատարած բոլոր փոփոխությունները վերջին ամիսների, այդ հապճեպ փոփոխությունները պանիկայից ելնելով արդեն ցույց են տալիս, որ նրանք շատ մեծ վախեր ունեն, որ արդեն զրկվելու են այն իշխանությունից, որը ունեն, եւ դա փաստ է։
Ես միայն ուրախ եմ խոճապի համար, որովհետև առնվազն թոշակառուները օգտվեցի։ Այո, ես հիմա օրինակ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, թող բոլոր իրենց խնդիրները ասեն, նրանք ոնց որ թե մինչև գնալը կարող են ինչ-որ խնդիրներ լուծել, օրինակ ջրի հարցով, տեսակ, ինչ արագ, ինչ որ կառավարությունում երևի բակեր կար, տենց այդ բակերը օգտագործելով փորձեցին ջրի հարցը միանգամից լուծել, ասում էին, որ ջրանջատումներ են լինելու, ջուրը չի բավականացնում, բայց կառավարության ինչ որ միջամտությամբ այդ ջուրը սկսեց բավականացնել, նույնը կարող եմ ասել մյուս խնդիրների մասով, մեր քաղաքացիները եւ մենք կբարձրացնենք այդ խնդիրները, մինչեւ ընտրություններ, միգուցե այդ խնդիրներին լուծումներ տան, դրանից հետո մենք արդեն կանցնենք մնացած մեր ավելի կարևոր խնդիրների լուծման։ Բարձրաձայնվելիք խնդիրներին ավելացրեք նաև օդի աղտոտվածությունը, որովհետև Երևան քաղաքի թոքերից հիմնական թոքը բուսաբանական այգին կիսովչափ գոյություն ունի։ Խնդրում եմ, քանի դեռ նախընտրական շրջան է, միգուցե ինչ-որ լուծում սրան է տա։ Այո, երկար ժամանակ է ինչ-որ շինարարություններ են անում, այդ շինարարության արդյունքները դեռևս ոչ մեկ չի տեսել, եւ շինարարություն անելը դա միայն բետոնապատելը չի, բուսաբանական այգին պետք է համալրվի ծառերով, իսկ այժմ անզեն աչքով մենք տեսնում ենք միայն բետոնապատում, որը որ հակառակ process-ն է։ Պարոն Մարկոսյան, այսօր մարտի 8-ն է։ Այսօրվանից մեկնարկում ենք կանանց 1 ամսյակը։ Նախ ուզում եմ ձեզ շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանալ կանացի երջանկություն, ցանկանալ շատ մեծ ձեռքբերումներ նաև ձեր աշխատանքային ոլորտում եւ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր կանանց, ցանկանալ նրանց երջանկություն, ամենակարևորը ամուր ընտանիք եւ բարեկեցություն բոլորի ընտանիքներում, որը որ ուժեղ Հայաստանում լինելու է։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ այս տոնական օրով հրավիրեցիք ձեր տաղավար եւ ես հնարավորություն ունեցա այստեղ արտահայտել իմ մտքերը։ Միայն երկարաժամկետ ծրագրերն ու խնդիրների լուծումներն են, որ տալիս են ապագայի հանդեպ վստահություն։ Միայն այս պարագայում մենք իսկապես կկարողանանք կայանալ, իսկապես մեր ապագան կտեսնենք Հայաստանում, հակառակ դեպքում, եթե լուծում ենք միայն այս պահի խնդիրը, միևնույնն է, դա չի տալիս ոչ վստահության զգացողություն, ոչ էլ ապագայի հանդեպ հույս։ Հանդիպելու ենք կրկին առայժմ։